Մարտի 5-ին հայտնի դարձավ, որ միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է պաշտոնից։ Վարչապետի աշխատակազմից տեղեկացրել էին, որ նա ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ սեփական դիմումի համաձայն ազատվում է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից։ Իսկ որոշ լրատվամիջոցներ նշում են, թե միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի պաշտոնից ազատումը կապված է իշխանության հետ ենթադրյալ տարաձայնությունների եւ միջազգային ատյաններում Հայաստանի եւ Ադրբեջանի միմյանց դեմ ներկայացված հայցերը հնարավոր հետկանչման հետ։ Ազգային ժողովի խորհրդարանական ճեպազրույցում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հերքել է այդ հրապարակումները, նշելով. Եղիշե Կիրակոսյանի աշխատանքից ազատման վերաբերյալ կարող եմ մեկնաբանել այնքանով, որ մեկնաբանել է վարչապետի աշխատակազմը, որովհետև ես էլ հավելյալ տեղեկատվության չեմ տիրապետում, իսկ այն է, որ սեփական դիմումի համաձայն է պարոն Կիրակոսյանը աշխատանքից ազատվել եւ սա ամիսների քննարկումների արդյունքում է տեղի ունեցել։ Իդեպ Եղիշե Կիրակոսյանը հայտարարություն է տարածել, որում ներկայացրել է իր հրաժարականի պատճառը։ Նա նշել է, որ ցանկանում է կենտրոնանալ ակադեմիական, գիտական եւ մասնագիտական գործունեության վրա։ Նա նաեւ երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին պետական համակարգի բոլոր գործընկերներին արդյունավետ գործակցության համար։ Ինչպես հայտնի է, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի չհամաձայնեցված կետերից է միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի հետկանչման հարցը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս թեմային անդրադառնալով նշել էր, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում հայցի հետ քաշումը տրամաբանական է, հետևաբար գաղափարն ընդունելի է հայկական կողմի համար։ Խանդանյանը նույնպես անդրադարձել է թեմային։ Ինչպես արդեն նշվել է, երկու հոդվածների վերաբերյալ դեռևս կա տարբերություններ դիրքորոշումներում, այսինքն այն առաջարկները, որը Հայաստանը ուղարկել էր Ադրբեջանը, ամբողջությամբ կամ մասնակի չէր համաձայնվել, այս տեքստի մասին մեկնաբանություններ անել չեմ կարող։ Այդ առաջարկները, նոր առաջարկները հիմա քննարկվում են եւ հնարավորին սեղմ ժամկետում Հայաստանը կփորձի արդեն սեփական առաջարկով հանդես գալ եւ պատասխանել Ադրբեջանին։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերն այսօր գրառում է կատարել X էջում, որում Հայաստանի կառավարությանը մեղադրել է անգործության համար։ Խանդանյանն անդրադառնալով այս գրառմանը նկատել է. Հայաստանի Հանրապետությունը անում է թե տեսանելի քայլեր, որոնք թվեց 3 արտգործնախարարը ըստ էության, եւ արվում են բազմաթիվ քայլեր, որոնք իրապես տեսանելի չեն, եւ ես կարծում եմ, որ նաեւ Ադրբեջանի կողմից այդ դատավարությունների նման հրապարակայնացումը եւ այդ մեր զգացմունքների վրա փորձել աշխատելը նաեւ այս նպատակն է հետապնդում, որ մեր այս հանրային քաղաքական եւ նաեւ լրատվական դաշտում դա անդադար այս ներքին ուրեմն խմորումներ առաջացնող թեմա դառնա։ Ըստ Խանդանյանի թեմայի վերաբերյալ կարելի է լուրջ հայտարարություններ անել եւ հոգեցունց խոսքեր ասել, սակայն պետք է գիտակցել, որ դրանք կարող են ազդել Բաքվում պահվող գերիների հայրենադարձման վրա։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ նշել է. Թեման շատ զգայուն թեմա է եւ այստեղից հնչող ցանկացած մեկնաբանություն ուղիղ կապ ունի տեղի ունեցող գործընթացների հետ, որոշ պայմանավորվածությունների հետ եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ըստ էության ես նաեւ պետք է մեր ուշադրությունը հրավիրեմ, որ պատերազմից հետո ուրեմն մեր շատ մեծ թվով մեր հայրենակիցներ վերադարձել են Հայաստան, հենց այս ուրեմն լուր առանց էմոցիաների զուսպ աշխատանքի արդյունքում։ Հակառակը ես վստահեցնում եմ լավ արդյունքի չի բերում։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները Պատիվ ունեմ եւ Հայաստան դաշինքը վերջին շրջանում հաճախ են սկսել միմյանց մեղադրել մեր երկրում հեղափոխության իրականացնելու հիմքեր ստեղծելու համար։ Օրեր առաջ Պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Աննա Մկրտչյանը Ռոբերտ Քոչարյանի թիմին մեղադրել էր հեղափոխության օրերին հանրապետականների տների մոտ դագաղների ակցիա իրականացնելու համար, նշելով դրա հեղինակը Քոչարյանի համակիրներն էին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները չցանկացան մեկնաբանել ընդդիմադիրների միջև հասունացող կոնֆլիկտը, միայն մեջբերեցին հումորային սքեչից հայտնի արտահայտությունը։ Որ այդ երկու քաղաքական ուժերը միասին վերցրած իրենց աջակիցներով այս դահլիճը հիմա դժվարությամբ գուցե լցնեն։ Դրա համար ես չեմ կարծում, որ մենք արժի որ ինչ որ երկար մեկնաբանություններ տանք այդ թիմերի մասին, իսկ թվում է պետք է ուղղակի հայտնի սքեչի հետևելով ասենք մի կռվեք երկուստ էլ ճիշտ եք։
Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, ըստ որոնց հեղափոխության իրականացումն օժանդակել են արտաքին ուժեր, Հովհաննիսյանը նշել է, այս մասին հայտարարում են այն խմբակցությունները, որոնք այդ օրերին արտաքին ուժերի միջոցով փորձում էին անել ամեն ինչ, որ Հայաստանում տեղի չունենա ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։